Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 21 Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը, և իրենց ականջներովը ծանր լսեցին, և իրենց աչքերը խփեցին։ Մատթեոս 13-րդ գլուխ 15-րդ խոսք։ Իսկ դուք ունեք համոզմունք, որ դարձի եք եկել։ Կարող եք տեսնել այդ հրաշալի փոփոխությունները ձեր հոգիներում։ Դուք իսկապես վերստին ծնվել և նորոգվել եք։ Իսկ միգուցե նշված փոփոխությունները տարօրինակ բաներ են ձեզանից շատերի համար և այնպիսին են, ինչպիսին դուք երբեք չեք զգացել ինքներդ ձեր մեջ։ Եթե չեք կարողանում ճշգրիտ նշել ձեր դարձի օրը կամ շաբաթը, ոչ էլ այն կոնկրետ քարոզը, որը ձեզ դարձի է բերել, այնուամենայնիվ, դուք զգում եք, որ աշխատանքն արված է, որ նման փոփոխություն իսկապես տեղի ունեցել է, և որ դուք ունեք այն բոլոր նկարագրված փոփոխությունները ձեր սրտում։ Ավաղ, շատերն են զբաղված իրենց աշխարհիկ գործերով և շատ չեն մտորում նման մտքերի մասին։ Եթե նրանք, ովքեր խուսափում են ամոթալի մեղքերից և ասում են «Ես պոռնիկ, գող, հայհոյող, անիծող, հարբեցող կամ հափշտակող չեմ, ես եկեղեցի եմ գնում և աղոթում եմ», նրանք կարծում են, որ սա իսկական դարձ է, և որ իրենք կփրկվեն ուրիշների նման։ Ավաղ, սա չափազանց մեծ արհամարհանք է անսահման փառքի նկատմամբ և չափազանց կոպիտ անտեսում ձեր անմահ հոգիների նկատմամբ։ Մի՞թե կարող եք այդքան անփույթ լինել դրախտի և դժոխքի նկատմամբ։ Ձեր մարմինները շուտով կմնան փոշու մեջ, և հրեշտակները կամ դևերը շուտով կվերցնեն ձեր հոգիները, և ձեզանից յուրաքանչյուրը, լինի տղամարդ թե կին, շուտով կհայտնվի այլ շրջապատում և այլ դիրքում, քան հիմա եք։ Դուք մի փոքր ավելի երկար կապրեք այս տներում, մի փոքր ավելի երկար կաշխատեք ձեր խանութներում, դուք մի փոքր ավելի երկար կնստեք այս վայրերում և կապրեք այս երկրի վրա, դուք մի փոքր ավելի երկար կտեսնեք այս աչքերով, կլսեք այս ականջներով և մի փոքր ավելի երկար կխոսեք այս լեզուներով, մինչև հարության օրը գա։ Եվ կարծում եք, որ կարող եք այս ամենը մոռանալ։